Նկատել եք, որ ամենից հաճախ մենք միմյանց վիրավորում կամ վատ բառեր ենք ասում, հատկապես երբ խիստ բարկացած ենք, երբ ներսրտած ենք, երբ զգացմունքայնությունը գերիշխում է սթափ դատողությանը։ Այսօրվա ընթերցման մեջ, ըստ մեր Սուրբ գրքի նոթատետրի, Սամոսերգուն փառահեղ տողեր ունի այս մասին։ Ասում է. բարկանալիս մի մեղանչեք, ինչ որ ձեր սրտերում խորհեք, զղջացեք ձեր անկողիններում։ Այլ խոսքերով Սամոսերգուն հասկանում է, որ մարդը անկարելի է, որ չբարկանա եւ զգուշացնում է բարկությունից դեպի մեղք անցումը թույլ չտալու համար, եւ եթե նույնիսկ այդ սխալը գործվել է, բարկացել եք եւ մեղք եք գործել, ապա զղջացեք ձեր անկողիններում, այսինքն օրը չավարտված հաշտվեք միմյանց հետ։ Նույնի բառացի արձագանքը կա Նոր Կտակարանում Պողոս առաքյալի կողմից Եփեսացիներին ուղղված նամակի 4:26, թե բարկանաք մի մեղանչեք, արեգակը թող ձեր բարկության վրա մայր չմտնի։ Լավագույն սովորությունն է սա, մեկը որ քրիստոնյա է համարում իրեն, պիտի հստակ իմանա, բարկացավ, մեղք գործեց, արեգակը մայր չմտած, պիտի հաշտվի։ Մի բարկացեք, կարդացեք Սուրբ Գիրքը եւ հետևեք մեր էջին։